Բարև ձեզ հարգելի ունգընտիրներ եւ ակընտիրներ, վանացայինի եթերով եւ թիմադետրի էջով ձեզ հետ ենք ներկայացնելու հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Երեկ Հայաստանի գլխավոր տվյալահաշվության արչև դեղի ունեցավ բողոքի ցույցը ի պաշտպանություն բոլոր քաղաքական բանդարգալներու։ Ցույցին ընթացքին բարձրացված էին վաստարներ հետևյալ կրություններով. ազատություն բանդարգալներուն, դեմ ենք բռնաբեդության, Հայաստանի իշխանությունը ժողովրդավարության եւ ազատ խոսքի թշնամիներ։ Բողոքի հավաքին ընթരാճ մեծ թիվով ոստիկաններ դեղեկայվեցան տվյալահաշվության մոտ։ Ցույցեն առաջ լրագրողներու հետ ունեցած զրույցի ընթացքին Հայ-Հեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինի ներկայացուցիչ եւ ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյան ասավ. Իրենց խիղճն ու հոգին Նիկոլին հանձնած տվյալահաշվներուն, քննիչներուն եւ դատավորներուն վրա հույս չենք տներ, որովհետեւ իրենք փաստեցին, որ դատաիրավական համագարկը Նիկոլ Փաշինյանի ցերկով դարձած է բութ գործիք երկրին մեջ մեկ անձի իշխանություն հաստատելու, բռնաճնշումներ կորզատրելու, գեղձ եւ շինծու մեղադրանքներով մարդոց կալանքի դառնելու համար։ Սաղաթելյանի համաձայն, եթե Նիկոլ Փաշինյան գարենա ամեն անգամ մարսել յուրաքանչյուր ցերպակալություն, բռնաճնշում, գանք պիտի չառնե եւ պիտի շարունակե։ Հետևաբար, այս իշխանությունները բռնություններուն պետք է հագաստել ժողովրդի կամքով։ Երկրին մեջ կան 5 տասնյակի ավելի բանդարգալներ, որովհետև ունին սեփական տեսակետ գբայկարին հայկական ինքնության համար եւ չեն հաշտված այսօրվան իշխանության վարած հագահայ քաղաքականության հետ, հայտնեց Սաղաթելյան։ Հայ-Հեղափոխական Դաշնակցության անդամ Հայաստանի ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյան իր գարկին ասավ. Իրավական ամբողջ համագարկը ուշադրության տակ է եւ կան շատ քիչ դատավորներ, որոնք պատրաստ են անկախ որոշումներ տալ։ Այդ չի նշանակեր, որ պետք չէ բայկարենք։ Պետք է ժողովրդային ճնշումը լա եւ այս իշխանությունը հասկանա, որ ինք չորոշեր մեր ժողովրդին աբական Սավտարիելյան։ Հայ-Հեղափոխական Դաշնակցության անդամ Հայաստանի ազգային ժողովի Հայաստան խմբակցության քարտուղար Արզվիկ Մինասյան իր խոսքին մեջ ասավ, որ հավաքված են տվյալահաշվության դիմաց, որովհետև այս մարմինն է մայր օրենքը սահմանադրությունը խախտողը։ Հայաստանի սահմանադրությամբ գլխավոր տվյալահաշվությունը այն միակ ու բարձրագույն մարմինն է, որ պետության անունով քրեական հետապնդումի բացառիկ լիազորությամբ օժտված է եւ բարդավոր է հետևիլ գադարվող բադեժի եւ հարգատրանքի միջոցներու օրինականության, ասավ Մինասյան։ Տվյալահաշվներուն դիմելով Արզվիկ Մինասյան հորդորեց գադարել իրենց մասնակիտական բարդականությունը եւ Հայաստանի սահմանադրությունը անշեղորեն գիրարգելու երթումը։ Անդեղեկացուց, որ շրջանառության մեջ դրած են Հայաստանի մեջ բանդարգալներու եւ անոնց իրավունքներու պաշտպանության մասին ազգային ժողովի հայտարարության նախագիծը, որուն համար 26 նոյեմբերին պիտի ելան ժողովներ, որոնց հրավիրված են նաեւ միջազգային գարյուսներու ներկայացուցիչներ, որովհետեւ անոնց դեղեկացնեն, թե ինչ տեղի կունենա Հայաստանի մեջ։ Նամակ հրավերը փոխանցված է նաեւ գլխավոր տվյալահաշվության։ Աբա ցուցարարները ուղղվեցան Շենքավիթի ընդհանուր իրավասության դատարանը, ուր դեղի կունենար Պակրատ Սրբազանի եւ 18 արտարներու դատաբարությունը։ Հոն անոնք բարձրացայնեցին ազատություն բանդարգալներուն։ Ընդհանուր իրավասության դատարանին արչև հոյտա Հայաստանի Գերագույն մարմինի անդամ եւ ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Գեգամ Մանուկյան հայտարարեց հետեւյալը. Մեր քաղաքական բանդարգալները եկան ամբողջ աշխարհին ցույց տալու, որ հայ ժողովուրդը չի համագերբիր յուրացման, զիջման, դավաճանության, բարդության այն քաղաքականության հետ, որ գվարի այս իշխանությունը։ Անոնք եկան, որովհետեւ մեր բոլորին ճակատեն փորձեն մաքրել այն խարանը, որ դարիներ յետ պիտի տնեին աբակա սերունդները, եթե մենք համագերբեինք այս բոլորին հետ։ Թեև ցույցին մասնակիցները կգրեն ազատություն բանդարգալներուն, բայց այդ չի նշանակեր միայն բանդեն դուրս գալու ազատություն, այլ արտարություն, իրավունքներու վերականգնում, քաղաքական հետապնդումներու վերացում,
ըստ Մանուկյան, ավելցնելով մեր հայրենագիտները եկած են այստեղ, որբեսի այս իրավաբահներու անունով բոլոր իրավաբահներուն, տատախազներուն, ազգային անվտանգության ծառայության քննչական կոմիտեներու ներկայացուցիչներուն անգամ միևս զգուշացնեն, որ այս անօրինականությունները, որ կատարված են, չեն ներվիր։ Ընդհանուր իրավասության դատարանին առջև խոսքեր արտասանեցին նաև պատգամավոր Քարնիկ Դանիելյանը, մեր ցևով շարժումի անդամ Արթուր Միքայելյան եւ Հայաստանի Հանրապետական Կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյան։ Միջազգային իրավունքներու փորձագետ Արա Ղազարյան հայտնած է, թե միջազգային ադյաններեն Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերը հետ սկոչելու որոշումը մեծ անորոշություն պիտի ստեղծե բացառությամբ անոնց, որոնք առանց պետության վստահելու արդեն ներկայացուցած են կամ ներկայիս կներկայացնեն անհատական թիմումներ։ Ահա թե ինչու կխրախուսենք Արցախի հայության, որբեսի անհատական հայցեր ներկայացնեն միջազգային ադյաններուն, որովհետև Վաշինգտոնի համաձայնագիրին մեջ իրենց մասին խնդիրներու լուծումի քույկային իրավունքի կամ վերադառնալու իրավունքի մասին ոչ մեկ հղում կա։ Եթե երկկողմ համաձայնագիրը լուր է այս հարցերում մասին, ապա խնդիրը պետք է կարգավորել միջազգային պայմանավորություններով, որոնց մե ամենեն արդյունավետը մարդու իրավունքներու եվրոպական պայմանավորությունն է։ Անոնք, որոնք պիտի թիմեն կամ արդեն թիմած են անհատական կարգով, կգրնան ակնկալել, որ պիտի ստանան իրավական պաշտպանություն։ Իսկ անոնք, որոնք չեն թիմեր, պիտի մնան անորոշության մեջ, որովհետև հստակ չէ Հայաստան եւ Ադրբեջանը երբևէ այս հարցերը պիտի լուծեն, թե ոչ, ըստ է ամ։ Ղազարյան նշեց, որ կան միջազգային դատարան թիմելու հատուկ ժամկետներ եւ սկզբունքներ, որոնց համաձայն թիմումները կարելի չէ շատ ուշացնել։ Հայտնենք, որ 8 օգոստոսի Վաշինգտոնի մեջ Փաշինյան եւ Ալիև նախաստորագրած համաձայնագիրին մեջ կընդգրկվի հետեւյալ կետը։ Համաձայնագիրը ուժի մեջ մտնել են մեկ ամիսի հետ, կողմերը պիտի հետ սկոչեն բոլոր միջպետական դատական հայցերը, կանգատները, փողոքները, արարգությունները, դատական գործերը եւ վեճերը, որոնք կվերապերին կողմերուն միջև մինչև համաձայնագիրի ստորագրումը գոյություն ունեցած խնդիրներուն։ Այսօր Հայաստանի քաղաքացիական հարութենեն 5 ներկայացուցիչներ պատասխան այցելությունը պիտի տան Բաքու, մասնակցելու քննարկումներու, սակայն Ադրբեջանի բանդերուն մեջ բավող հայ քերներուն հետ դեսակցություն նախադեсված չէ, թեև անոնք նախաբես այդպիսի փափակ հայտնած են։ Հայկական պատվիրակության անդամ Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարտյան ասավ. Ձեռագիրին մեջ նման բան նախադեсված չէ, այդ կնշանակե, որ ադրբեջանական կողմը դակավին պատրաստ չէ այդ հարցումներուն մասին անդրադառնալու այն իմաստով, որ մենք կպատկերացնենք։ Այդ չի նշանակեր, որ հարցը ընդհանրապես փակված է, մենք կշարունակենք այդ հարցը քննարկել։ Ազատություն ռադիոգայանը կհաղորդե, որ հայկական պատվիրակության փոխադրությունը պիտի հոգա պետությունը։ Կառավարությունը 20 նոյեմբերին որոշեց 17.5 միլիոն դրամ $45,000 դրամատրել, իսկ գեցության ծախսերը պիտի հոգա ադրբեջանական կողմը։ Կառավարության որոշումը շատ կարճ կերպով հիմնավորված է նշելով. Գլոր սեղան քննարկումի մասնակցությամբ կաշխուժանան հայ եւ ադրբեջանական ներկայացուցիչներու կապերը եւ կցեվավորվին երկու պետություններու միջև վստահության կառուցման մեխանիզմներ։ Բորիս Նավասարտյան օրագարկին մասին խոսելով ասավ. Քննարկումներուն ընթացքին համաձայնվող հարցերը փորձագիտական խումբերը պիտի ներկայացնեն իրենց կառավարություններուն։ Մեկ թեմայի շուրջ, օրինակ, արդեն մոդեն համաձայնությամբ։ Գգարձեն Բաքուի հանդիպումեն ետք դեղի ունենան հստակ աշխատանքներ։ Նավասարտյան նաև հայտնեց, որ Բաքուի մեջ պիտի քննարկվին Հայաստան-Ադրբեջան սահմանազատումը։ Հայկական կողմը ունի այն կարծիքը, որ առայժմ պետք չէ միջանցքներուն անդրադառնալ, այլ պետք է աշխատել այն հատվածներում մեջ, ուր հակասություններ չկան։ Հայկական խումբի օրագարկին վրա նաև ճանապարհներու աբաշրջակման հարցը, մասնավորապես Տրամփի ջամփուն զուգահեռ նաև Նախիջևանի դարածքով դեպի Հայաստանը երկաթուղային գաբի վերականգնման հարցը։ Հայկական խումբի մեջ են քաղաքագետներ Արեգ Քոչինյան, Նարեկ Մինասյան, Սամուել Մելիքսեթյան եւ իրավապաշտպան Նաիրա Սուլտանյան։
Մինչ Հայաստանի մեջ կխոսին հաստատված խաղաղության աբաշրջակապակման գծով սկզբունքային հարցերու մեջ արդեն ամրագրված համաձայնություններով հարաճ ընթանալու մասին 19 նոյեմբերին Թուրքիո արտաքին գործոս նախարար Հական Ֆիդան ուշագրավ հայտարարություն մկատարեց եւ բնտեց, որ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի շուրջ Երևանի եւ Բաքուի միջև վերջնական համաձայնություն չկա։ Գողմերը կփանակցին։ Միջանցքի նախնական հայեցակարգը ընդունելը շատ կարևոր էր Ադրբեջանի ազգային շահերուն համար։ Սակայն շարք հարցեր դակավին կմնան մութի մեջ, մասնավորապես թե ինչ բնույթ պիտի ունենա այդ միջանցքը, ով պիտի շահագործեն, որոնք պիտի ըլլան գործընկերները, ըսած էր Ֆիդան։ Հստակ չդարձավ թե ինչ դարակարծություններու կակնկալի ան։ Այս հարցին 20 նոյեմբերին Նիկոլ Փաշինյան չանդրադարձավ եւ ընդհանուր կերպով խոսեցավ, գրկնելով, որ Հայաստանով անցնող ճամփաներուն անունները հայկական կողմը գորոշ է։ Եվ մենք ասած ենք, որ Հայաստանի մեջ բացի մեր ասածեն ուրիշ անունով հաղորդակցություն գոյություն չունի։ Հայաստանի մեջ կա խաղաղության խաչմերուկ եւ զուգահեռաբար նաեւ Վաշինգտոնի մեջ հրճակագիրը ստորագրված արդյունքով գա TRIPP նախագիծը։ Մնացյալ եզրափակությունները վերաբերելի չէ Հայաստանին, շեշտեց Փաշինյան։ Մամլո արտասուլիսի ընթացքին Թուրքիո արտաքին գործոս նախարարին արձագանքեց Հայաստանի արտաքին գործոս նախարար Արարատ Միրզոյան, ընդգծելով, որ Վաշինգտոնի մեջ դեղի ունեցած խաղաղության վեաժողովին համաձայնված են այդ գործընթացի հիմնական սկզբունքները՝ դարածքային ամբողջականություն, սահմաններով անխախտելիություն, գերիշխանություն, իրավազորություն եւ փոխադարձություն։ TRIPP-ի ուղին պիտի գաբե թե Ադրբեջանը Նախիջևանին հետ, թե Հայաստանը այլ երկրներու հետ եւ թե ավելի լայն աշխարհակրթությամբ շրջանները իրար հետ, Հայաստանի եւ Ադրբեջանի միջոցով։ Հայաստան շահակրկիր գերբով աշխուժ ճանկեր պիտի կործատրե, ըսավ Միրզոյան։ Ֆիդան օրը առաջ ուղղակի հայտարարած էր, որ Անկարա սահմանը պիտի չփանա, այնքան ադեմ, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը վերջնականապես չէ ստորագրված։ Միրզոյան իր գարկին դիտել դվավ, որ այս երկու փաղադրիչներն որևէ մեկը մյուսով չէ պայմանավորված, իսկ եթե անոնց միջև գապ դեսնեն, հավանաբար պիտի հստականա, որ Թուրքիո հետ հարաբերությունների ամբողջական ղեկավարումը ոչ թե բացասաբար, այլ ճիշտ հակառակը, դրական անդրադարձ կրնա ունենալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների ղեկավարման գործընթացին մեջ։ Դնային գալանքի տակ գտնվող Գյումրիի քաղաքապետի որդին Սպարդակ Ղուգասյան ցերբակալված է։ Հարգատրանքի ցևով անդնային գալանքի տակ էր 12 սեպտեմբերին իվեր։ Պաստապանը դակավին մանրամասնություններ չհայտնած ցերբակալության հանգամանքներու մասին։ Քննչական կոմիտեի դվյալներով նախաձեռնության քրեական կորձի նախաքննության ընթացքի անձի նկատմամբ հարուցված է հանրային քրեական հետապնդում քրեական օրենսգիրքի 297-րդ հոդվածի երկրորդ մասի առաջին եւ երրորդ կետերով։ Խումբ մանցերու կողմէ դեղեկատվության կամ հաղորդակցության արհեստագիտություն օգտագործելով գդարված խուլիգանություն։ Լրատվամիջոցներու համաձայն Սպարդակ Ղուգասյան ցերբակալված է 2 օր առաջ տադական նիստեն յետք իր գդարած արդահայտության համար։ Շիրագի մարզի քննչական բաժինի շենքին մոդեն թիմակավորված ոստիկանները զայն դարած են անձանոթ ուղղությամբ։ Հարկելի ունգընտիրները վագընտիրներ վանացայնի եթերով և թիմադրի էչով CZD-ին ներգայացնելու հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ CZD-ին ցայնի աղորդավար Անտոնին և Ներսեսը։ Մնացեք միշտ վանացայնի ունգընտիր։